Պարոն Հարևդեսերից, ներողություն եմ խնդրում մեկ հարց էլի, ուղղակի ձեր թույլտվությամբ կլինի մի փոքրիկ դանդաղ քայլենք, նույնիսկ կա էլի ժամանակ։ Պարոն Պարազյան, հայտնի է, որ Նիկոլ Փաշինյան եւ Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ խոսակցություն է եղել ձեր ազատ արձակման եւ ձեր գործունեության հետ կապված։ Պարոն Կարապետյան, այդտեղից հետո Վլադիմիր Պուտինը բավականին վտանգավոր հայտարարություններ տարածեց կապված Հայաստանի մասով, որ Ուկրաինայի ճանապարհն են բռնել եւ այլն, այսպիսի գնահատականներ հնչեցին։ Դուք ճշտումներ համարում եք Վլադիմիր Պուտինի այդ հայտարարությունները, որ պետք է այլև Եվրամիություն կամ ԵԱՏՄ եւ այսպիսի գնահատական են հնչում, որ Սամվել Կարապետյանը Պուտինին բերել է Հայաստանի վրա։ Ինքնը դուք Պուտինը դարել լավ կապերին ականյես։ Մենք ընդհանրապես կապեցին դուք անկապ։ Ինքնը ուներ, որ համար ձեր կապերով կստեղծա։ Պարոն Կարապետյան, այսօր հակակոռուպցիոն կոմիտեն հերթական համարում եք օրինակ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները։ Պարոն Կարապետյան, այս Ուկրաինայի ճանապարհն են բռնել։ Ինձ համար անընդունելի է ցանկացած Պարոն Կարապետյան, այսօր հակակոռուպցիոն կոմիտեն հերթական այսօր հակակոռուպցիոն կոմիտեն հերթական ձայնագրություններ հրապարակել, որտեղ ասում են, որ Սամվել Կարապետյանը 180,000 դրամ գումար է տալիս։ Սա այս ձայնագրությունները դուք հետքում եք, բայց իրավապահ մարմինի այս հրապարակումները, այս գործերը նպատակ է խանգարելու ձեզ։ Իջագեք իրենց հարցերը լուծեք։ Ինչպես լուծելու հայտարարագիր ինչու չեք ներկայացնում։ Իրավաբանները միջև հիմա Պարոն Կարապետյան, Պարոն Կարապետյան, քաղաքացիությունից հրաժարվել է գործընթացը շարունակվում եք, լուծում թե ոչ։ Իհարկե շարունակվում։ Դեռ լուծում չկա։ Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը շարունակում է նաև ձեզ անվանել պատերազմի եռագրող կուսակցություն, այսպես տարածում է Քարոզարշավին այդ ամենը, այս Սերբիուս օրինակ Հայաստան Դաշինքն ասում է եռագրողը ինքն է, Ալիևն է, Էրդողանն է, դուք ինչ անվանում եք պատերազմի եռագրող կուսակցություն։ Կարող եմ ասել, որ իրենք քառակուսի կներեք որ իրենց գլուխները նորմալ չեն, ասենց քառակուսի ձևն է։ Որտեղից դուրս կտան։ Նիկոլ Փաշինյանը հայց ներկայացրել է ձեր դեմեց Չինաստանի սնկերի վերաբերյալ, հայտարարեց ներկայացնելու է թե ոչ, հետո ասած դուք ինչ որ արդարացել եք, ասում եք ես այդպիսի ինֆորմացիա ունեմ։ Եթե բաց դատ կլինի, ես միայն ուրախ կլինեմ։ Պարոն Կարապետյան, մի հարց տամ, էլի ամեն դեպքում թյուրըմբռնման տեղիք տվեց կապված սունկերի հալյուցինացիա առաջացնող սունկերի, դուք վերախմբագրեցիք, հետո այնտեղ ասել եք վերախմբագրեցի։ Հիմա իրական պատմություն է։ Բայց դա իրական է։ Դուք ինֆորմացիա ունեք այդ սնկերի մասին, թե ոչ։ Մենք տեղեկություն մենք ձեզանից ենք լսել, պարոն Կարապետյան։ Որ ինֆորմացիա ունեք։ Ես վաճոյից եմ։ Դուք կատակ եք արել դա, պարոն Կարապետյան, այդպես էլ չհասկացանք, դա ճիշտ է, թե ուղղակի բառախաղ եք արել։ Լսել եք դուք, հա։ Ձեզ Պարոն Կարապետյան, այն որ ասում եք հակացությունից գործընթաց են սկսել, կասեք կոնկրետ ինչ քայլեր եք գլու կապուղությամբ։ Առավոտը զարթնել են։ Զանգել եմ Վարդևանյանին, ասել եմ շտաբ սկսի քայլերը։ Ինչ է արել Վարդևանյանը։ Այս Վարդևանյանը ինքան փակ մարդ է, ինձ էլ չի ասում։ Այսինքն ձեզ մի րոպե էլի քնար ջան, չավարտեցի։ Այսինքն դուք ինչ որ բան ստորագրել եք Վարդևանյանին ո՞նց եք, ինչ եք արել։ Դուք պետք է անձամբ մասնակցություն ունենաք։ Ստանում եմ ինչ թող այդ հարցով բերում է, ես ստորագրում։